Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, արիներ, բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում, երազներ եմ մեկնաբանում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղիղ եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики! Как вы знаете, я экстрасенс, парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю разные ритуалы, чистки, ставлю защиту. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Делаю амулеты, талисманы, обереги. Я людей принимаю у себя в доме. Если не можете приходить, работаю и онлайн с помощью видеозвонка. Так, дорогие мои подписчики, если вам нужна моя помощь, вы можете обращаться. Дорогие мои подписчики, все мои прямые эфиры, они сохраняются на каналах в Фейсбуке, Инстаграме, Одноклассники, на Контакте. Если вам нужна эта информация, вы можете подписаться на мои эти каналы. Там много есть, много заклинаний, много ритуалов. Если вам нужна, можете и там эти заклинания, эти ритуалы, эти работы, все смотреть. Подпишитесь, дорогие мои подписчики, на мои կանալի, ինչպես գիտեք սիրելիներս, ես ամեն շաբաթ կիրակի մտնում եմ 2 ժամյա ուղիղ եթեր, որտեղ պատասխանում եմ ձեր հարցերի, ձեր բոլորի համար կատարում եմ կանխատեսում, կարող եք որպեսզի ձեր հարցին պատասխանեմ, գրում եք ձեր սոցիալական վիճակի մասին, ամուսնացած եք, ամուսնացած չեք, գրում եք ձեր անունը, ձեր տարիքը, գրում եք նաև ինչ որ ոլորտին է վերաբերվում ձեր հարցը։ Սիրելիներս, կարող եք նաև հարց ուղղորդել, կոնկրետ ձեզ հետաքրքրող հարցը, ձեր վրա կա թուղթուղիր, կա անեսք, կա նեգատիվ, թե ոչ, ես այդ հարցերի նույնպես կպատասխանեմ։ Նաև այսպիսի իրավիճակ է, սիրելի ունկնդիրներ, սիրելի հետևորդներ, եթե ես ձեր հարցի պատասխանելուց զգացի, որ ձեր խնդիրը դա թուղթուղրի, նեգատիվի, անեսկի արդյունք է, ես դա նույնպես բանելու եմ, բացահայտելու եմ և բարձրաձայն ասելու եմ։ Дорогие мои подписчики, я знаю, что много моих подписчиков, они разговаривают на русском языке, понимают только русский язык, армянский язык им не знаком, не понимают. Вы тоже, мои дорогие подписчики, можете давать ваши вопросы на русском, я с большим удовольствием
И на ваши вопросы тоже отвечу. Ասկանը սիրելիներս սկսենք մեր ետերը, մեր կանխատեսումները։ Հերմինե 38 տարեկան անձնական։ Հերմինե 38 տարեկան անձնական։ Սիրելի Հերմինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա նեգատիվ, հնարավոր է ձեր մայրական ազգի վրա կա անեզք, որի պատճառով ձեր անձնականը ամբողջովին փակված է։ Դուք ինքներդ գիտեք, որ ինչ-որ խնդիրներ կա, որի պատճառով ձեր անձնականը չի ստացվում, փակված է։ Դուք հիմա, սիրելի Հերմինե, այնպիսի իրավիճակի մեջ եք, որ չեք կարողանում, ինչ ասեմ, որոշում կայացնել, դուք չեք կարողանում ճիշտ ուղղություն վերցնել։ Ձեր մոտ ցույց է տալիս, գիտեք ինչ, սիրելի Հերմինե, անորոշություն, տարօրինակ անորոշություն, որը դուք չեք կարողանում հաղթահարել։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Հերմինե, եւ ձեր մոտ կլինի անձնական, ձեր մոտ կլինի հաջողություն, ձեր մոտ կլինի ամեն ինչին ստապ նայելու հնարավորություն, ձեր աչքերը փակված է, ոչինչ չեք կարողանում տեսնել, չեք կարողանում ճիշտ որոշում կայացնել։ Սիրանուշ Արթուր, կամուսնանաք թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը, Սիրանուշ Արթուր։ Սիրանուշ Արթուր։ Սիրելի Սիրանուշ, սիրելի Արթուր, ձեր մոտ ցույց է տալիս, որ կա պրոբլեմներ, ոնց որ ընդհատվում է ձեր ամուսնության իրավիճակը, դուք էլ չեք հասկանում ինչն է պատճառը, նաև կա ֆինանսական խնդիրներ, հնարավոր է, որ ֆինանսական դժվարությունն է, ինչ որ չի թողնում, որ ձեր մոտ անձնական երջանկություն լինի։ Գիտեք ինչ, ցույց է տալիս, որ կա ֆինանսական խնդիրներ, ես չեմ տեսնում, որ ձեր մոտ կլինի ամուսնություն, սիրելիս, ցույց չի տալիս, կա խնդիրներ, որը չի թողնում, որ այդ իրավիճակից դուրս գաք։ Գիտեք ինչ, հնարավոր է սիրելի Սիրանուշ, հնարավոր է սիրելի Արթուր, մեծ նեգատիվ ցույց չի տալիս, բայց հնարավոր է աչք, հնարավոր է նավս, որը չթողնի, որ ձեր հարաբերությունները ակտիվանա։ Անընդհատ խնդիրներ է առաջ գալիս, դուք էլ չեք հասկանում ինչն է այդ խնդիրների պատճառը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մի հատ ձեր երկուսի բիոէներգետիկ դաշտը մաքրեք, ակտիվացրեք, որպեսզի ձեր ամուսնություն հասկացողությունը իրականանա։ Չեմ տեսնում, անընդհատ խնդիրներ է հայտ գալիս, անընդհատ խնդիրներ։ Ելենա 19 տարեկան աշխատանք։ Ելենա 19 տարեկան աշխատանք։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ելենայի համար։ Կա խնդիրներ ձեր աշխատանքի ոլորտում, ոնց որ պետք է կանչեն ու չի ստացվում, ոնց որ չեք կարողանում կողմնորոշվել։ Ոչ միայն այդ խնդիրներ կա ձեր անձնական ոլորտում, ձեր ֆինանսական ոլորտում, սիրելի Ելեն, նաև խնդիրներ կա ձեր անձնական ոլորտում, ոնց որ կանգնած իրավիճակ լինի։ Գիտեք ինչ, սիրելի Ելենա, եւ աշխատանքի, եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Ճիշտ է, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, դուք այդ խնդիրներից հաղթանակող դուրս կգաք եւ աշխատանքի ոլորտում, եւ անձնականի ոլորտում։
Արմեն 37 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմենի համար։ Արմեն 37 տարեկան ֆինանսական։ Կա ֆինանսական խնդիրներ, սիրելի Արմեն, հնարավոր է պարկեր, հնարավոր է վարկեր, հնարավոր է աշխատանք գտնելու, աշխատանքի կորուստ, աշխատավարձիկություն, ընդհանրապես ցույց է տալիս, որ ֆինանսական խնդիրներ եւ ֆինանսական դժվարություններ կա։ Բայց այդ ֆինանսական խնդիրները, դժվարությունները ժամանակավոր են, մոտ ժամանակում ձեր կյանքի մեջ այնպիսի իրավիճակ կմտնի, որ դուք այդ ֆինանսական խնդիրներից, պրոբլեմներից հնարավորություն կունենաք ձերբազատվել այդ ֆինանսական դժվարությունները հաղթահարել, դուրս գալ։ Լուսինե 47 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի համար։ Լուսինե 47 տարեկան առողջական։ Սիրելի Լուսինե, եթե նույնիսկ կա առողջական խնդիրներ, այդ առողջական խնդիրները լուծվում են, առողջացում է ցույց տալիս։ Գիտեք ինչ, ձեր առողջական խնդիրը դա ֆիզիոլոգիական խնդիր է, կապ չունի նեգատիվի թուղթուկրի անեծքի հետ։ Առողջացում է ցույց տալիս, առողջական խնդիրների հանդեպ հաղթանակ է ցույց տալիս։ Անահիտ 35 տարեկան աշխատանք եւ կունենաք։ Անահիտ 35 տարեկան աշխատանք եւ կունենաք։ Կա աշխատանք, կա ֆինանսական խնդիրներ, սիրելի Անահիտ, ոնց որ փակված է ձեր աշխատանք ունենալու հնարավորությունը, կա պարկեր, կա խնդիրներ, դուք չեք կարողանում ձեր տեղը գտնել, սիրելի Անահիտ, եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, սիրելի Անահիտ, ձեր հայրական ազգը անեծքի տակ է, փակված է, դրա պատճառով էլ դուք ոչ աշխատանքից եք բան հասկանում, ոչ են անձնականից եք բան հասկանում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից հանեք, սիրելի Անահիտ, եւ դուք դուրս կգաք այս տարօրինակ իրավիճակից, այս տարօրինակ փակուղուց։ Լուսինե 26 տարեկան, ինչ է սպասում մոտակա ամիսներին։ Լուսինե 26 տարեկան, ինչ է սպասում մոտակա ամիսներին։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի համար։ Վայ, սիրելի Լուսինե, ձեր վրա կա թուղթուղիղ, ձեր վրա կա անեծք, որի պատճառով ոչ այժմ, ոչ էլ մոտակա ամիսներին լավ իրավիճակներ է լինելու, ընդհակառակը խնդիրներ կա եւ անձնական ոլորտում, եւ առողջական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում։ Սիրելի Լուսինե, ձեր վրա կա նեգատիվ, ձեր վրա կա թուղթուղիղ, ձեր վրա կա անեծք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, այս նեգատիվից դուրս եկեք եւ ձեր կյանքի մեջ նոր կմտնի հաջողություն, սիրելի Լուսինե, դուք նեգատիվի տակ եք, այս նեգատիվից մաքրվեք։ Միհրան 40 տարեկան, երբ տուն կունենաք, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Միհրանի համար։ Միհրան 40 տարեկան, երբ տուն կունենաք։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ ձեր մոտ կա ֆինանսական խնդիրներ, բայց որոշակի ժամանակ հետո դուք հնարավորություն կունենաք
տուն ձեռք բերելու, կա ֆինանսական խնդիրներ, բայց դուք կկարողանաք նաև այդ ֆինանսական խնդիրները հաղթահարել եւ մեծ երազանք նպատակ ունեք ձեր տուն ունենալու հետ կապված, դուք կարողանաք ձեր տունը ունենաք։ Գիտեք ինչ, դա մոտ ժամանակներում չի, բայց դուք առանց տուն չեք մնա։ Մարինեսոս, դուք կգնաք Ռուսաստան, թե ոչ։ Մարինեսոս, դուք կգնաք Ռուսաստան, թե ոչ։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ այո, դուք կկարողանաք Ռուսաստաներ գնալ, գիտեք ինչ, բայց ձեր երեխաները բառադից չէ, որ մենակ է մնալու, դուք հնարավոր է այնպիսի հնարավորություն ունենաք, որ ձեր երեխաներին նույնպես ձեր հետ տանեք, կամ հետագայում որոշակի ժամանակ հետո ձեր երեխաներին ձեր մոտ ունենաք։ Դուք կկարողանաք գնալ Ռուսաստան, կկարողանաք ձեր ֆինանսական ոլորտը, ձեր ֆինանսական գործերը ավելի կայունացնել, ավելի լավացնել եւ հնարավորություն կունենաք նաեւ ձեր երեխաներին ձեր մոտ տանել։ Նաիրա 47 տարեկան առողջական։ Նաիրա 47 տարեկան առողջական։ Սիրելի Նաիրա, ձեր առողջական խնդիրը անեզկի պատճառ է։ Գիտեք ինչ, դուք եթե նույնիսկ բուժման պրոցեդուրաներ ընդունեք, դա ձեզ օգուտ չի տա։ Դուք պետք է եւ բժշկական բուժում ստանաք եւ ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրեք, որպեսզի բուժումը լինի ավելի արդյունավետ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի առողջացում։ Եթե մաքրման գործողություն չկատարեք, ընդհակառակը ձեր մոտ խնդիրներ ավելի վատանա գցեր վիճակը։ Արուսիկ 21 տարեկան ընդհանուր։ Արուսիկ 21 տարեկան ընդհանուր։ Սիրելի Արուսիկ, ցույց է տալիս, որ անձնական ոլորտում խնդիր կա, ինչ-որ դժվարություն կա, նեղված եք, ոնց որ ձեր անձնական ոլորտում տարօրինակ իրավիճակ եք պատահել եւ դուք չեք կարողանում հասկանալ ինչն է այդ իրավիճակի պատճառը։ Ոչ միայն ձեր անձնական ոլորտում, նաև ձեր գործնական, ձեր ֆինանսական ոլորտում կա խնդիրներ, չեք կարողանում մասնագիտական ճիշտ ընտրություն կատարել, աշխատանքային ոլորտում չեք կարողանում կողմնորոշվել։ Գիտեք ինչ, սիրելի Արուսիկ, ձեր մոտ կա խնդիրներ, ձեր վրա կա նեգատիվ, որի պատճառով դուք ամբողջովին գլխի վրա թառած եք։ Երբ որ Արուսիկը պետք է լիներ թաքու կարգավիճակով, ընդհակառակը Արուսիկը ծաղրաձոյի կարգավիճակով է։ Դրա սիրելի Արուսիկ, թիմեք էքստրասենսի, թիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք եւ անձնական հաջողություն կլինի, եւ գործնական հաջողություն կլինի, անհատական ձեր վրա կա նեգատիվ, ոչ ձեր հայրական, ոչ ձեր մայրական տան հետ դա կապ չունի, անհատական ձեր ճանապարհն է փակված։ Ինա 20 տարեկան ընդհանուր։ Ինա 20 տարեկան ընդհանուր։
Սիրելին ձեր կյանքի մեջ մտնում է հաջողության ժամանակահատված եւ ազնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում։ Եթե նույնիսկ կան խնդիրներ եւ պրոբլեմներ, դուք այդ խնդիրները, պրոբլեմները հաղթահարում եւ դուրս եք գալիս։ Էլիզա 35 տարեկան, թուղթուգիր կա թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Էլիզայի համար։ Սիրելի Էլիզա, այո, թուղթուգիր կա, հնարավոր է ոչ միայն թուղթուգիր, նաև անեծք, դուք էլ լավ գիտեք, որ կա նման իրավիճակ։ Կա առողջական խնդիրներ, կա անձնական խնդիրներ, կա ֆինանսական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, դուք էլ եք զգում, որ ձեր մոտ ամեն ինչ փակված է, մաքրման գործողություն կատարեք եւ ձեր կյանքի մեջ կմտնի հաջողություն։ Եթե այս նեգատիվը մնա, ընդհակառակը խնդիրները, պրոբլեմները ավելի կշատանան, ընդհանրապես չեք կարողանա այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվել։ Անահիտ 19 տարեկան, անձնական։ Անահիտ 19 տարեկան, անձնական։ Սիրելի Անահիտ, ձեր անձնական ոլորտում տարօրինակ իրավիճակ եղավ, ոնց որ գիտեք ինչ պետք է ստացվեր ձեր անձնականը եւ չստացվեց։ Տեսնենք ինչն է պատճառը, սիրելի Անահիտ։ Սիրելի Անահիտ, եւ ձեր ճիշտ է ձեր անձնական ոլորտում տարօրինակ իրավիճակ կատարվեց, բայց դա չի նշանակում, որ ձեր անձնականի հետ կապված պրոբլեմներ կա, ընդհակառակը ձեր անձնական կյանքի մեջ մտնում է այնպիսի անձնավորություն, որի հետ դուք ունենալու եք անձնական երջանկություն, ամուսնություն, ընտանիք, երեխա։ Հաջողություն է մտնում։ Այդ պրոբլեմները, եթե նույնիսկ կան, սիրելի Անահիտ, այդ պրոբլեմները լուծելի են։ Նաիրա 45 տարեկան, ընդհանուր։ Նաիրա 45 տարեկան, ընդհանուր։ Սիրելի Նահիրա, ընդհանուր ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ձեր մայրական ազգի վրա կա անեծք, փակված է։ Գիտեք ինչ, վազում է, շարժվում եք եւ ոչ մի հաջողություն չկա, ոչ մի ոլորտում, ոչ անձնական, ոչ գործնական։ Ձեր մոտ ամեն ինչ ընդհանուր ձևով փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ այս ընդհանուր նեգատիվը ձեր վրայից դուրս կգա։ Եթե չմաքրվեք, քանի կնա, այնքան կխտանա դժվարություններն ու պրոբլեմները ավելի անլուծելի ու ավելի դժվարալուծվելի է լինելու։ Ժորա Լիանա, կլինեք միասին թե ոչ։ Ժորա Լիանա, կլինեք միասին թե ոչ։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ կա խնդիրներ, սիրելի Ժորա, սիրելի Լիանա, կա խնդիրներ, կա դժվարություններ եւ աշխատանքային ոլորտում, գիտեք ինչ, ձեր մոտ ոնց որ անձնականը քնած է, սիրելի Լիանա, սիրելի Ժորա, ցույց է տալիս, որ այդ դժվարությունները չի թողնում, որ դուք անձնական երջանկություն ունենաք, քնած է, հնարավոր է ձեր վրա կա նեգատիվ եւ Լիանայի եւ Ժորայի վրա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր դրանից հետո հնարավոր է, որ դուք կարողանաք իրար հետ լինել։ Գիտեք ինչ, այս նեգատիվը չի թողնում, անընդհատ ինչ-որ բան է ծնվում ձեր կյանքի մեջ, որը չի թողնում, որ դուք լինեք միասին։ Հարութ Աննա, երբ բալիկ կունենաք, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Հարութ Աննա,
Ընդհանրապես դուք բալիկ կունենաք եւ շատ մոտ ժամանակներում սիրելի Հարութ, սիրելի Աննա, դուք բալիկ կունենաք մոտ ժամանակներում ձեզանից էլ սպասում եմ աշկալուսակ, դուք բալիկ կունենաք։ Սվետա 43 տարեկան անձնական Սվետա 43 տարեկան անձնական Սիրելի Սվետա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ինչ երազանք, ինչ նպատակ ունեք, դրանք կատարվում են, եթե նույնիսկ խնդիրներ կա, այդ խնդիրները լուծվում են, ձեր անձնական ոլորտում հաջողություն է ցույց տալիս, Դավիթ Արուսիկ, կլինեք միասին թե ոչ, Դավիթ Արուսիկ կլինեք միասին թե ոչ։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ մեծ երազանքներ ունեք, բայց ձեր երազանքները չեն կատարվում։ Ֆինանսական Գիտեք ինչ, ցույց է տալիս, որ դուք կլինեք միասին, ճիշտ է որոշակի ժամանակ է պետք, որպեսզի ֆինանսապես մի քիչ ոտի կանգնեք, բայց դուք կլինեք միասին։ Սիրանուշ Արկադի անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը, Սիրանուշ Արկադի Խնդիրներ, սիրելի Սիրանուշ, սիրելի Արկադի, եւ անձնական խնդիրներ, եւ գործնական խնդիրներ, Սիրելի Արկադի, սիրելի Սիրանուշ, ձեր վրա, ձեր ընտանիքի վրա, ձեր ազգի վրա կա նեգատիվ, հնարավոր է թուղթուջիր, հնարավոր է անեզք, որը չի թողնում, որ դուք առաջ գնաք։ Ցույց է տալիս անձնական պրոբլեմներ, գործնական պրոբլեմներ, մարդկային պրոբլեմներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր ձեր դեմ կլինի հաջողություն, հնարավոր է նույնիսկ բաժանություն լինի։ Իզաբելա 44 տարեկան, կունենաք ձեր նոր երկրորդ տունը, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Իզաբելայի համար, կունենաք ձեր նոր երկրորդ տունը, ընդհանրապես ցույց է տալիս, որ որոշակի դժվարություններ կա, ձեր նոր երկրորդ տունը ունենալու համար, կա ֆինանսական խնդիրներ, կա ֆինանսական դժվարություններ, գիտեք ինչ, սիրելի Իզաբելա, ցույց է տալիս, որ ձեր վրա կա նեգատիվ, ձեր հնարավոր է աշկ, հնարավոր է թուղթուղիր, որը չի թողնում, որ դուք նորից կարողանաք այդ հնարավորությունը ունենալ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, որովհետև ինչ գործարք կատարում եք, դրա դեմը փակվում է։ Մաքրման գործողություն կատարեք, պաշտպանություն դրեք, որպեսզի ձեր երազանքը եւ նպատակը կատարվի։ Այստեղ ցույց է տալիս, որ ձեր երազանքների դեմը ամբողջովին փակված է եւ հնարավոր է, որ չի լինի ձեր այդ երազանքը, այդ տան տեսքով ձեր երազանքը։ Գիտեք ինչ, սիրելի Իզաբելա, կլինեն նաեւ խնդիրներ եւ անձնական եւ գործնական ոլորտում, կլինեն խնդիրներ, այս նեգատիվը չի թողնի, որ դուք անձնական եւ գործնական հաջողություն ունենաք։
Սուսաննա 28 տարեկան անձնական Սուսաննա 28 տարեկան անձնական Ինչ մարդիկ են նստած, բոլորը նստած մարդիկ, ովքեր որ հիմա անձի հարցեր են տալիս, բոլորի վրա նեգատիվ կա։ Սիրելի Սուսաննա, ձեր անձնականը ամբողջովին փակված է, ձեր հայրական ազգի վրա կա ամեսք, երեխաների վաղաժամ մահեր, առողջական խնդիրներ, անձնական դժվարություն։ Սիրելի Սուսաննա, այդ նեգատիվը փակում է նաև ձեր անձնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողությունը, նոր կլինի անձնական։ Քանի այս նեգատիվը կա, սիրելի Սուսաննա, անձնական չի լինի։ Ալիսա, դուք գնաք Ռուսաստան, թե ոչ։ Ալիսա, 52 տարեկան, դուք գնաք Ռուսաստան, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արուսի համար։ Տանրապես ցույց է տալիս, որ ձեր երազանքը և նպատակը փակված է։ Գիտեք ինչ, սիրելի Արուս, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, որի պատճառով ձեր ճանապարհները փակվում է։ Կուզե լինի Ռուսաստան, կուզե լինի Եվրոպա, չի ստացվում, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք։ Ոչ միայն ձեր ճանապարհներն է փակված, ձեր ընտանիքի բոլոր անդամների վրա խնդիրներ կան, պրոբլեմներ կան, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրման գործողություն կատարեք, որպեսզի ձեր թեմը ճանապարհները բացվեն։ Սոֆիա, 19 տարեկան անձնական Սոֆիա, 19 տարեկան անձնական Սիրելի Սոֆիա, ձեր անձնականը փակված է, դուք էլ զգում եք, որ ձեր անձնականը չի ստացվում, լավ նեղված եք այդ իրավիճակից։ Սիրելի Սոֆիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրեք այս նեգատիվը և նոր ձեր անձնականը կսկսի աշխատել։ Ճիշտ է, դեռ երիտասարդ եք, ձեզ թվում է, թե դուք կկարողանաք այդ խնդիրը հաղթահարել, դուք ուղղակի կունենաք ժամանակի կորուստ և այս նեգատիվը քանի գնա, այնքան ավելի մեծ բարդություններ և խնդիրներ կբերի ձեր անձնական կյանքի մեջ։ Մխիթար Կարինե, կբարիշեք, թե ոչ։ Մխիթար Կարինե քնած եմ, ոնց որ ձեր մոտ էներգետիկան, սիրո էներգետիկան քնած եմ,
Նաև ոչ միայն անձնական, նաև ֆինանսական էներգետիկան է գրած։ Ձեր վրա կա թուղթուգիր, հնարավոր է եւ Սոֆիայի, հնարավոր է եւ Կարենի թուղթուգիր կա, որի պատճառով չի լինի չեք բարիշի, դուք չեք լինի իրար հետ, ձեր վրա կա նեգատիվ։ Գիտեք ինչ, սիրելի Սոֆիա, սիրելի Կարեն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մակրման գործողություն, որովհետև այս նեգատիվը ոչ միայն չի թողնի, որ դուք իրար հետ լինեք, նաև չի թողնի, որ դուք անձնական կարողանաք ձեր անձնական երջանկությունը, ձեր անձնական կյանքը ստեղծել։ Դավիթ 19 տարեկան, ինչ է սպասվում անձնականում։ Դավիթ 19 տարեկան, ինչ է սպասվում անձնականում։ Սիրելի Դավիթ, ձեր անձնականը ամբողջովին փակված է, ձեր եւ հայրական եւ մայրական ազգը փակված է, անեծք կա, որի պատճառով ոչ անձնական կա, ոչ գործնական կա, ոչ ֆինանսական կա, ընդհանրապես խնդիրների մեջ եք, քանի գնա այդ խնդիրները կշատանա։ Սիրելի Դավիթ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մակրման գործողություն, որպեսզի լինի անձնական, չկա ոչ անձնական, ոչ էլ գործնական։ Փակված է սիրելի Դավիթ։ Միլենա 18 տարեկան անձնական։ Միլենա 18 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Միլենայի համար։ Տարօրինակ անձնական տարօրինակի վիճակի մեջ ես ընկած, ոնց որ նեղված լինես, սիրելի Միլենա։ Ձեզ թվում է, թե ձեր թեմ ամեն ինչ փակված է։ Սիրելի Միլենա, ժամանակավոր է այդ նեղվածությունը, ձեր անձնական, գործնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք եւ նպատակ, որ ունեք, դրանք կատարվում են։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Նարինե 39 տարեկան, ձեր աղջիկը ձեր հետ կկապնվի, թե ոչ։ Նարինե 39 տարեկան, ձեր աղջիկը ձեր հետ կկապնվի, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը, սիրելի Նարինե։ Ընդհանրապես սիրելի Նարինե, ցույց է տալիս, որ ձեր վրա կա թուղթուգիր, որի պատճառով հնարավոր է ձեր հարաբերությունների, ձեր հարաբերությունների մեջ խնդիրներ եւ պրոբլեմներ։ Դուք էլ չեք հասկանում ինչն է պատճառը, բայց ցույց է տալիս, որ տարօրինակ թշնամություն կա, սիրելի Նարինե։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը, այս մագիան ձեր վրայից մաքրեք եւ ձեր, գիտեք ինչ, ձեր հարաբերությունների մեջ ջերմություն կմտնի։ Քանի այս նեգատիվը
կա, չեն տեսնում հարաբերությունների ակտիվացում, ընդհակառակը, քանի կնա ավելի սառնություն է մտնելու ձեր կյանքի մեջ, ձեր արունը ոնց որ տարօրինակ ձևով ձեր արունի մեջ խորտություն է մտնում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը, այս մագիան ձեր վրայից անեք, նոր կզանգեք, խոսակ, իրար կհասկանաք, իրար կընդունեք, այս օդարացումը ձեր վրայից դուրս կգա, ոնց որ օդար լինեք։ Սևակ 40 տարեկան ընդհանուր Սևակ 40 տարեկան ընդհանուր Սիրելի Սևակը ձեր կյանքի մեջ մտնում է հաջողության ժամանակահատված, եթե նույնիսկ կան խնդիրներ անձնական, գործնական, ֆինանսական, իրավական ոլորտում, այդ խնդիրները հաղթահարվում են, ձեր կյանքի մեջ մտնում է հաջողության հաղթանակների ժամանակաշրջան։ Օֆելիա Ալեքսան Անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Օֆելիայի և Ալեքսանի համար։ Օֆելիա Ալեքսան Անձնական, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով սիրելի Օֆելիա, սիրելի Ալեքսան, ձեր անձնականը չի ստացվում, ձեր անձնականը ամբողջովին պրոբլեմի և քանդված իրավիճակի մեջ է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը, այս մագիան կախարդանքը ձեր վրայից մաքրեք, նոր կլինի անձնական, նոր կլինի հաջողություն։ Օֆելիա 26 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Օֆելիայի համար։ Օֆելիա 26 տարեկան անձնական, Սիրելի Օֆելիա, տարօրինակ իրավիճակ է ձեր անձնականի մեջ, ոնց որ հարցականներ կա, պրոբլեմներ կա, չեք կարողանում որոշում կայացնել, չեք կարողանում այդ պրոբլեմներից, այդ խնդիրներից ձերբազատվել, գիտեք ինչ սիրելի Օֆելիա, ոնց որ մենակ լինեք, ձեր կողքը ոչ մի հարազատ անձնավորություն չկա, այժմ դուք ոնց որ կանգնած մի հատ հարցականի առջև և դուք չեք կարողանում այդ հարցականը լուծել և նույնիսկ այդ հարցականի պրոբլեմի առաջ դուք գիտեք ինչ, դուք ոնց որ գիտեք ինչ, էլի անկարող եք այդ խնդիրը լուծել, սիրելիս, կա ձեր վրա անեծք, կա ձեր վրա թուղթուգիր, որի պատճառով դուք նման իրավիճակի մեջ եք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, երիտասարդ եք, դուք մինչև եթե չմաքրվեք, հաջողություններ երբեք չեք ունենա, անընդհատ քանի գնա փագուհու առաջ կկանգնեք, մաքրվեք։ Կարինե 41 տարեկան անձնական,
Կարինե 41 տարեկան անձնական Սիրելի Կարինե, կա անձնական խնդիրներ, կա անձնական պրոբլեմներ, տեսնենք ինչն է պատճառը, ոչ միայն անձնական, նաև ֆինանսական դժվարություններ և խնդիրներ կա, գիտեք ինչ, սիրելի Կարինե, ճիշտ է կա խնդիրներ, կա պրոբլեմներ, բայց այդ խնդիրները, պրոբլեմները լուծելի են, ուղղակի ցույց է տալիս որոշակի ժամանակ, խելացի եղեք, ուշադիր եղեք, և գիտեք ինչ, խելացի եղեք և դուք կարողանաք այդ պրոբլեմները, այդ խնդիրները հաղթարել դուրս գալ, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս, անի արա երբ երեխա կունենաք, անի արա երբ երեխա կունենաք, տեսնենք ինչ է ասում տիեզերքը անի արայի համար, անի արա երբ երեխա կունենաք, Ընդհանրապես կունենաք երեխա, որոշակի ժամանակ է ցույց տալիս, բայց շատ կարճ ժամանակ, տարիներ չի ցույց տալիս, դուք երեխա կունենաք։ Լուսինե 41 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի համար, Լուսինե 41 տարեկան ընդհանուր, Սիրելի Լուսինե, ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս առաջխաղացում, ցույց է տալիս երազանքների, նպատակների կատարում, եթե նույնիսկ խնդիր կա, եթե նույնիսկ պրոբլեմ կա, այդ խնդիրներն ու պրոբլեմները հաղթահարելի են։ Սիրելի Լուսինե, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն։ Կարինե 20 տարեկան ընդհանուր, Կարինե 20 տարեկան ընդհանուր, Կարինե 20 տարեկան ընդհանուր, Սիրելի Կարինե, կա պրոբլեմներ, կա խնդիրներ և անձնական և գործնական ոլորտում, ոնց որ տարօրինակ եկել եք աշկելափակոցի առաջ եք կանգնել, տեսնեք ինչն է պատճառը, սիրելի Կարինե, գիտեք ինչ, սիրելի Կարինե, ձեր անձնական և գործնական կյանքի մեջ մտնում է հաջողություն, այդ դժվարությունները ժամանակավոր են, դուք հաղթանակով եք դուրս գալիս, ձեր կյանքի մեջ մտնում է երջանկություն, անձնական երջանկություն, հաջողություն, ինչ երազանք և նպատակ ունեք, դրանք կատարվում են։ Հերմինե 21 տարեկան ընդհանուր, Հերմինե 21 տարեկան ընդհանուր, Սիրելի Հերմինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր մայրական ազգի վրա կա անեծք, որի պատճառով ամեն ինչ փակված է, սիրելի Հերմինե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք և նոր կհասկանաք ինչ է ընդհանուր, ամեն ինչ փակված է ձեր մոտ, սիրելի Հերմինե, Միլենա 19 տարեկան ընդհանուր, Միլենա 19 տարեկան ընդհանուր, Նեգատիվ մարդիկ եք, սիրելի Միլենա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով ընդհանուր ոչ մի հաջողություն չկա, ոչ անձնական, ոչ գործնական, ոչ ֆինանսական, եթե դուք այս նեգատիվից չմաքրվեք, ձեր կյանքի մեջը ավելի վատ իրավիճակներ է լինելու, մաքրվեք, սիրելի Միլենա, Վահե 21 տարեկան ընդհանուր,
Վահե 21 տարեկան ընդհանուր կա ֆինանսական խնդիրներ, կա աշխատանք գտնելու հետ կապված խնդիրներ, կա մասնագիտական խնդիրներ, սիրելի Վահե, ոչ միայն ֆինանսական, նաև անձնական հետ կապված խնդիրներ կա։ Գիտեք ինչ, սիրելի Վահե, ոնց որ ձեզ կորցրած լինեք, չեք կարողանում կողմնորոշվել, ինչ անել, ուշ գնալ, ինչպես ձեզ պահել։ Սիրելի Վահե, ուշադիր եղեք, ցույց է տալիս, որ կա նեգատիվ, որը փակում է ձեր առաջխաղացումը, թուղթուղիր կա ձեր վրա, սիրելի Վահե, նեգատիվ կա, հնարավոր է և հայրական, և մայրական ազգի հետ կապված, գիտեք ինչ, հնարավոր է պրոբլեմներ լինի պետական դռների, իրավական դռների հետ, թիմեք էքստրասենսի, թիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կմտնի ձեր կյանքի մեջ հաջողություն։ Լուսինե Կարեն, երբ երեխա կունենաք, Լուսինե Կարեն, երբ երեխա կունենաք, Ընդհանրապես սիրելի Լուսինե, սիրելի Կարեն, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով հնարավոր է երեխա ունենալու հետ կապված պրոբլեմ լինի, հնարավոր է առողջական խնդիր լինի, հնարավոր է նաև երեխան ծնվի առողջական խնդիրով։ Թիմեք էքստրասենսի, թիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք և դուք հնարավորություն կունենաք երեխա ունենալու։ Ժենյա 19 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ժենյայի համար։ Ժենյա 19 տարեկան, սիրելի Ժենյա, ձեր անձնական ոլորտում հաջողություն է, ինչ երազանք, նպատակ, որ ունեք, ինչի մասին, որ շատ եք երազում, դրանք ամբողջովին կատարվում են, ձեր կյանքի մեջ մտնում է հաջողություն, հաղթանակներ, երազանքների, նպատակների կատարում, հաջողություն է ցույց տալիս։ Սոֆիա Հակոբ, երեխա երբ կլինի, Սոֆիա Հակոբ, Ընդհանրապես ցույց է տալիս, որ շատ մոտ ժամանակահատվածում երեխա կլինի։ Սիրելի Սոֆիա, սիրելի Հակոբ, երեխա կլինի շատ մոտ ժամանակահատվածում։ Կլինի։ Նորա 21 տարեկան անձնական, Նորա 21 տարեկան անձնական, սիրելի Նորա, ձեր անձնական ոլորտում հաջողություն, հաղթանակներ, երազանքների, նպատակների կատարում, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Նորա, ձեր այդ երազանքը նպատակը կատարվում է, երջանկություն է ցույց տալիս, սիրելի Նորա։
Յուրա 21 տարեկան երբ աշխատանք կլինի։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Յուրայի համար։ Յուրա 21 տարեկան երբ աշխատանք կլինի։ Ընդհանրապես փաղված է ձեր աշխատանքի հաջողությունը, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով դուք ձեր աշխատանք հասկացողությունը չեք գտնում, ոչ միայն աշխատանք, սիրելի Յուրա, եւ անձնական, եւ գործնական ամբողջովին փակված եք, վազում եք, ապարդյուն է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ անձնական կլինի եւ գործնական հաջողություն կլինի։ Արմինե 41 տարեկան ընդհանուր Արմինե 41 տարեկան ընդհանուր Սիրելի Արմինե, կա անձնական խնդիրներ, եւ ոչ միայն անձնական, եւ գործնական, եւ ֆինանսական, եւ առողջական խնդիրներ կա։ Սիրելի Արմինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա նեգատիվ, որի պատճառով եւ անձնական դեպակված, եւ գործնական դեպակված, ձեր առողջական խնդիրներ ամբողջովին այդ թուղթուգրի եւ նեգատիվի արդյունք է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ կլինի անձնական հաջողություն։ Փակված է ձեր եւ անձնականը, փակված է եւ ձեր գործնականը։ Արթուր Անուշ, երեխա երբ կլինի։ Արթուր Անուշ Արթուր Անուշ Ընդհանրապես ցույց է տալիս, որ խնդիրներ կա երեխա ունենալու հետ, հատկապես կնոջ մոտ, Անուշի մոտ։ Տեսնենք ինչն է պատճառը։ Ընդհանրապես ճիշտ է, որոշակի խնդիրներ կա, հնարավոր է առողջական խնդիրներ կա, անպայման բժշկական միջամտությունով, բայց երեխա կունենաք։ Երեխա կլինի սիրելի Արթուր, սիրելի Անուշ, որոշակի ժամանակ է պետք, բայց դուք հնարավորություն կունենաք բալիկ ունենալու, հնարավոր է Անուշի մոտ ինչ-որ առողջական խնդիրներ, որոնք լուծելի են եւ հնարավոր է բալիկ ունենալ կլինի, դուք կունենաք երեխա, անպայման դուք երեխա կունենաք։ Լաուրա 19 տարեկան անձնական Լաուրա 19 տարեկան անձնական Սիրելի Լաուրա, ձեր անձնականը ամբողջովին փակված է եւ հայրական ազգ խնդիրների մեջ, եւ մայրական ազգ խնդիրների մեջ, կա անեծք,
Փակված է ձեր անձնականը, սիրելի լավուրա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի անձնական։ Նաիրա 39 տարեկան, կա թուղթուղիր անեսք թե ոչ։ Նաիրա 39 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նաիրայի համար։ Ընդհանրապես սիրելի Նաիրա, ցույց է տալիս, որ ձեր կյանքի մեջ մտնում է հաջողություն, ձեր կյանքի մեջ մտնում է ինչ նպատակ, որ ունեք, դրան կատարվում են։ Գիտեք ինչ, ոնց որ ձեր կյանքի մեջ անցումային ժամանակաշրջան է, եթե խնդիրներ կա, այդ խնդիրները թողնում եք անցյալում և ձեր կյանքի մեջ մտնում է հաջողություն և հաղթանակներ, ոչ ցույց չի տալիս, որ թուղթուղիր կա, եթե նույնիսկ կա պրոբլեմներ, այդ պրոբլեմները ժամանակավոր են, այդ պրոբլեմները կենցաղայի են, բայց ձեր կյանքի մեջ մտնում է հաջողություն։ Վահե 42 տարեկան, գործնական, Վահե 42 տարեկան, գործնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վահեի համար։ Սիրելի Վահե, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա անեսք, որի պատճառով ձեր գործնականը ամբողջովին փակված է, ոչ միայն ձեր գործնականն է փակված, այլև փակված է ձեր անձնականը, հնարավոր է նաև առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի ֆինանսական հաջողություն, նոր կլինի անձնական երջանկություն, անհատական ձեր վրա թուղթուղիր կա սիրելի Վահե, որի պատճառով հաջողություններ չկա ձեր կյանքի ոչ մի ոլորտում։ Միլենա Հայկ, երկրորդ երեխա կունենաք թե ոչ, և երբ կունենաք։ Միլենա Հայկ, երկրորդ երեխա կունենաք թե ոչ։ Սիրելի Միլենա, սիրելի Հայկ, ձեր վրա կա թուղթուղիր, որի պատճառով հնարավոր է երեխա ունենալու հետ կապված, հնարավոր է անձնական խնդիրներ, անձնական պրոբլեմներ, հնարավոր է նաև առողջական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր դրանից հետո հնարավոր է երեխա ունենալ։ Եթե այս նեգատիվը լինի, սիրելիներս, հնարավոր է, որ ձեր երեխան նույնիսկ առողջական խնդիրներով ծնվի։ Էլեն արա, կստացվի ձեր ամուսնու հետ տուն գնել։ Էլեն արա, դուք ձեր սեփական տունը կունենաք թե ոչ։ Էլեն արա, դուք ձեր սեփական բնակարանը տունը կունենաք թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էլենի և Արայի համար։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ կա խնդիրներ ձեր և անձնական ոլորտում և գործնական ոլորտում։ Կա ֆինանսական խնդիրներ նույնպես։ Սիրելի Էլեն, սիրելի Էլեն, սիրելի Արա, ձեր վրա կա նեգատիվ, որը չի թողնում, որ դուք այդ խնդիրները լուծեք։ Քանի այս նեգատիվը կա, չեք կարողանա տուն ունենալ, նույնիսկ հնարավոր է, որ ձեր անձնական հարաբերությունների մեջ խնդիրներ լինի, ընդդուք մինչև բաժանություն։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը, այս անեծքը ձեր վրայից մաքրեք և նոր դրանից հետո կարողանաք ձեր սեփական տունը ունենալ։
Ալեքսանդր 38 տարեկան առողջական կպուժվի թե ոչ։ Ալեքսանդր 38 տարեկան առողջական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ալեքսանդրի համար։ Կա առողջական խնդիրներ, շատ ուժեղ առողջական խնդիրներ կա մեր սիրելի Ալեքսանդրի վրա։ Ալեքսանդրի վրա թուղթուգիր կա, անեսք կա, քանի այս թուղթուգիրը եւ անեսքը կա, ինք այս կրածած խնդիրներից վիճակից չի կարողանա դուրս գալ, որպեսզի լինի առողջացում, Ալեքսանդրը պետք է ոչ միայն բուժ հիմնարկություն հաստատի, նաև պետք է էքստրասենսի պայծառատեսի թիմի, որպեսզի բուժումը լինի արդյունավետ։ Ալեքսանդրի վրա կա թուղթուգիր, որը բերել է այդ առողջական խնդիրը։ Թող մաքրվի, որպեսզի կարողանա այդ առողջական խնդրից ձերբազատվի։ Լևոն 34 տարեկան անձնական։ Լևոն 34 տարեկան անձնական։ Սիրելի Լևոն, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր մայրական ազգը անեծքի տակ է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, որպեսզի լինի անձնական, որպեսզի լինի հաջողություն։ Ձեր կյանքի բոլոր ոլորտները, սիրելի Լևոն, փակված է, անձնականն էլ է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի հաջողություն, փակված է սիրելի Լևոն։ Դավիթ 22 տարեկան ընդհանուր։ Դավիթ 22 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Դավիթի համար։ Սիրելի Դավիթ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեսք, որի պատճառով է ընդհանուր ոչ մի լավ բան չկա, ոչ գործ, ոչ փող, ոչ տուն, ոչ անձնական, անընդհատ խնդիրներ, պրոբլեմներ, սիրելի Դավիթ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողությունը, նոր կլինի հաջողություն, ամբողջովին փակված է ամեն ինչ ձեր մոտ, սիրելի Դավիթ։ Վարդան Զինա, կունենաք ձեր սեփական տունը թե ոչ։ Վարդան Զինա, կունենաք ձեր սեփական տունը թե ոչ։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ կունենաք, ճիշտ է որոշակի ժամանակ է ցույց տալիս, բայց ձեր սեփական տունն ու բնակարանը, ձեր սեփական տունը դուք կունենաք, որոշակի ժամանակ է ցույց տալիս, անձնական ոլորտում, եթե կան խնդիրներ, պրոբլեմներ, դուք հնարավորություն կունենաք այդ խնդիրները եւ պրոբլեմները հաղթահարել, դուրս գալ այդ իրավիճակից։ Արփինե 24 տարեկան անձնական։ Արփինե 24 տարեկան անձնական։ Սա ինչ կա։
Տաթևիկ Դավիթ Կոմոդը չկա Սամվել ջան, խորտա Sancha. Արտյոմ 31 տարեկան անձնական ֆինանսական Արտյոմ 31 տարեկան անձնական ֆինանսական Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Արտյոմի համար Սաղ 2000 մարդ նստացի այնց նայում են սաղ պրոբլեմներով է Սիրելի Արտյոմ, ձեր անձնականը փակված է, ձեր ֆինանսականը փակված է Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր վրա կա կատարված թուղթուգիր, որի պատճառով չկա անձնական, չկա ֆինանսական, զերո է, մինուս է Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի ֆինանս, նոր կլինի անձնական Արփին է 24 տարեկան անձնական Արփին է 24 տարեկան անձնական Սիրելի Արփին է շատ մեծ վատ իրավիճակ է ձեր անձնական ոլորտում Գիտեք ինչ ձեր անձնականը պետք է լիներ չստացվեց Դուք եք զարմանում, շատ եք նեղված այդ իրավիճակից Սիրելի Արփին է ձեր վրա կա թուղթուգիր, որի պատճառով ձեր անձնականը չստացվեց Ձեր վրա թուղթուգիր երեցին, ձեր անձնականը քանդեցին Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի Այս թուղթուգիրը ձեր վրայից մաքրեք, սիրելի Արփին է Նոր ձեր անձնականի մեջ կմտնի հաջողություն Այո, ես կարող եմ օգնել Տաթևիկ Դավիթ, կհաշտվեք թե ոչ Տաթևիկ Դավիթ, կհաշտվեք թե ոչ Այո, սիրելի Տաթևիկ, սիրելի Դավիթ, դուք կհաշտվեք, այո, կհաշտվեք Մոդս մարդիկ կան, ես աշխատում եմ, այդ ամուղը չկա, գնացեք ուրիշ տեղ, հա, երեխեք չա
Ժորա 38 տարեկան, անձնական, ընտանեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ժորայի համար։ Սիրելի Ժորա, ձեր անձնականի վրա թուղթուգիր կա, որի պատճառով կա ընտանեկան խնդիրներ, կա անձնական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի եւ ընտանեկան երջանկություն եւ կլինի անձնական հաջողություն։ Ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեսք, ընդհակառակը, քանի գնա, այնքան կբարտանա եւ կվատանա ձեր կյանքի բոլոր սվերաները։ Անպայման մաքրվեք, սիրելի Ժորա, եթե չմաքրվեք, խնդիրներն ու պրոբլեմները կշատանա։ Սոնա 38 տարեկան, երեխա կունենաք, թե ոչ։ Սոնա 38 տարեկան, երեխա կունենաք, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սոնայի համար։ Այո, սիրելի Սոնա, դուք երեխա կունենաք։ Դուք երեխա կունենաք։ Գոհար 20 տարեկան, անձնական։ Գոհար 20 տարեկան, անձնական։ Կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում, սիրելի Գոհար։ Տարօրինակ իրավիճակ է, ոնց որ ձեր անձնականը փակված լինի։ Գիտեք ինչ, սիրելի Գոհար, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեսք, որի պատճառով ձեր անձնականը գալիս, տեղ չի հասնում։ Ընդհակառակը ձեր 4 կողմը պտտում են տարօրինակ որակական հատկություն ունեցող սեռական հակառակ սեռի մարդիկ, ձեր ընտանուր փակված է ձեր անձնականը, աղջիկ ջան, փակված է ձեր անձնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի անձնական հաջողություն։ Տաթև Սերոժա, բալիկ կունենաք, թե ոչ։ Տաթև Սերոժա, բալիկ կունենաք, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Տաթևի եւ Սերոժայի համար։ Ցույց է տալիս, որ կա խնդիրներ որոշակի։ Դուք կունենաք բալիկ, սիրելի Տաթև, սիրելի Սերոժա, ճիշտ է որոշակի խնդիրներ կա, բայց այդ խնդիրները լուծվում են, դուք բալիկ կունենաք։ Սիրելի Ժորա, եթե ձեր կինը իրեն լավ չի զգում, ես արդեն ասացի, որ կա թուղթուգիր, կա նեգատիվ, որը կբերի անձնական դժվարություն, անձնական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, թող լինի մաքրման գործողություն, ես այդ ժամանակ կնայեմ, կտեսնեմ ինչն է պատճառը, եւ դուք դիմեք, եւ ձեր կինը դիմեք, կա նեգատիվ, 100% կա նեգատիվ, դա ձեր վրայից մաքրեք, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի անձնական երջանկություն, կա ձեր վրա նեգատիվ։ Հերմինե 21 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։
Հերմինե 21 տարեկան Սիրելի Հերմինե ցույց է տալիս, որ կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում, ձեր գործնական ոլորտում, կա դժվարություններ, ընդհանրապես ցույց է տալիս, որ կա նեգատիվ, սիրելի Հերմինե, խորհուրդ է տալիս դիեզերքը դուք այս նեգատիվից մաքրվեք, որպեսզի ձեր դեմը ճանապարհները բացվեն, ընդհանրապես ցույց է տալիս, որ ամեն ինչ փակվում է, անձնականդ փակվում է, գործնականդ փակվում է, ընդհանրապես բոլոր ճանապարհները փակվում են, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից։ Շուշաննա 22 տարեկան Շուշաննա 22 տարեկան անձնական Սիրելի Շուշաննա, կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում, ոնց որ գլխի վրա դարած լինեք։ Սիրելի Շուշաննա, ձեր անձնական կյանքի մեջ տարօրինակ իրավիճակ է տեղի ունեցել, որի պատճառով ձեր մոտ տարօրինակ հիասթափություն կա, բայց ձեր անձնական ոլորտում մտնում է հաջողություն, հաղթանակներ, հնարավորություններ, երազանքների, նպատակների կատարում։ Ինչ որ եղել է ժամանակավոր դժվարություն, դա չի նշանակում, որ դա այդպես էլ պետք է մնա։ Ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն եւ հաղթանակներ։ Այո, սիրելիներս, իմ ծառայությունը վճարով է, իհարկե։ Կարող եք զանգել, ժամպայմանավորվել, այցելել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Այո, իմ ծառայությունները բոլորն էլ վճարովի են։ Մինաս 25 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մինասի համար։ Մինաս 21 տարեկան ֆինանսական։ Սիրելի Մինաս, կա խնդիրներ եւ ֆինանսական ոլորտում, նաեւ պետական, իրավական թռների հետ կապված, հնարավոր է փաստաթղթերի հետ կապված։ Գիտեք ինչ, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, ամբողջովին ոնց որ գլխի վրա դարած լինեք, դուք ձեր տեղը չեք գտնում։ Գիտեք ինչ, սիրելի Մինաս, ձեր վրա կա նեգատիվը թուղթուգիր չէ, բայց գիտեք ինչ, նավս կա, աչք կա, որի պատճառով ինչ ձեռ եք գցում, դա չի ստացվում, չի կատարվում, որ ինչ փորձում եք անեք, չի ստացվում, չի կատարվում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը, այս թուղթուգիրը, այս նավսը ձեր վրայից մաքրեք, ձեր վրա դրեք պաշտպանություն, սիրելի Մինաս, որպեսզի նորից մարդիկ ձեր վրա չազդեն, որովհետև ցույց է տալիս մարդկանց նեգատիվ աչքի առկայությունը, որի պատճառով պարտքեր է, որի պատճառով խնդիրներ է, որի պատճառով տարօրինակ ձևով ձեր մեկը երկուս չի դառնում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի ֆինանսական հաջողություն։ Արփինե 35 տարեկան անձնական։ Արփինե 35 տարեկան անձնական։
Սիրելի արփին է, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը ամբողջովին փակված է, չկա անձնական, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի անձնական, փակված է, Ես Երևանում եմ, կարող եք զանգել, ժամպայմանավորվել այցելել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Տիգրան 21 տարեկան անձնական Տիգրան 21 տարեկան անձնական Սիրելի Տիգրան, ձեր անձնականը ամբողջովին փակված է, եւ անձնականը, եւ գործնականը, սիրելի Տիգրան, ձեր եւ հայրական, եւ մայրական ազգը անեծքի տակ է, ինչ ձեր եք տալիս չի կատարվում, գնում եք դեպի լույսը փակվում է, գիտեք ինչ, գնում եք դեպի լույսը փակվում է, ձեր մոտ ամեն ինչ փակված է, սիրելի Տիգրան, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը, այս թուղթուգիրը, այս անեծքը ձեր վրայից մաքրեք, նոր կլինի հաջողություն, նոր կլինի հաղթանակ։ Վարդան Զինա Վարդան Զինա, երկրորդ երեխա կլինի, թե ոչ։ Վարդան Զինա, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վարդանի եւ Զինայի համար։ Վարդան Զինա, ցույց է տալիս, որ կա խնդիրներ, սիրելի Վարդան, սիրելի Վարդան, սիրելի Զինա, ձեր վրա կա թուղթուգիր, որի պատճառով եւ երեխա չի լինի, եւ հաջողություն չի լինի, հատկապես ցույց է տալիս, որ տղամարդու վրա է կապված թուղթուգիրը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, Վարդանի վրա կա թուղթուգիր, փակված է Վարդանի հաջողության ճանապարհը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի եւ երեխա, եւ կլինի անձնական հաջողություն, ֆինանսական հաջողություն, Վարդանի վրա կա թուղթուգիր։ Աստղիկ 42 տարեկան անձնական Աստղիկ 42 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աստղիկի համար Սիրելի Աստղիկ կա խնդիրներ եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, եւ պետական դռների հետ, հնարավոր է բանկային համակարգ, առողջապահական համակարգ, կա դժվարություններ, ոնց որ ձեր երազանքները, նպատակները չեն կատարվում, սիրելի Աստղիկ, ձեր ֆինանսը մեկը երկուս չի դառնում, ընդհակառակը նույնիսկ ձեր աշխատանքի ոնց որ դուք արդյունք չտեսնեք Կա դժվարություններ, սիրելի Աստղիկ, ձեր մոտ ամեն ինչ գլխի վրա շուր է եկած, եւ անձնականը, եւ գործնականը, եւ ֆինանսականը, սիրելի Աստղիկ, գիտեք ինչ, ձեր մոտ ամեն ինչ գլխի վրա շուր է եկած, ամեն ինչ տարօրինակ իրավիճակ է, դուք գիտեք, թե այս է ամեն ինչ կարգավորվի, այս է հաջողությունը կմտնի, այս է անձնական երջանկությունը կմտնի, չէ, դրանք ոչ մենը չի գալիս, տեղ չի հասնում, ընդհակառակը տարօրինակ ձևով իրենք չկանում են, իրենք հրանում են, սիրելի Աստղիկ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից,
նոր կլինի ձեր կյանքի մեջ հաջողություն, դարած է ամեն ինչ։ Նարինե 29 տարեկան անձնական։ Նարինե 29 տարեկան անձնական։ Սիրելի Նարինե, կա խնդիրներ ձեր և ֆինանսական ոլորտում և անձնական ոլորտում։ Ամբողջովին գլխի վրա տարած է։ Կա խնդիրներ, սիրելի Նարինե, տեսնենք։ Եվ ֆինանսական դե տարած, սիրելի Նարինե, և անձնական դե տարած։ Ոնց որ քո ճակատագրի անիվը ամբողջովին գլխի վրա տարած լինի։ Գիտեք ինչ, սիրելի Նարինե, ցույց է տալիս, որ ճիշտ է կա խնդիրներ, դժվարություններ, բայց դուք այդ խնդիրները, դժվարությունները թողնում եք անցյալում և ձեր կյանքի մեջ մտնում է հաջողության ժամանակահատված։ Դուք ունենալու եք նաև հաղթանակներ, ունենալու եք նաև հնարավորություններ։ Ինչ երազանք նպատակ, որ ունեք, դրանք կատարվում են։ Ճիշտ է, շատ մեծ դժվարություններ է ցույց տվել ձեր կյանքի մեջ, բայց դուք կարողանալու եք այդ դժվարությունները հաղթահարել, դուրս գալ։ Ինչ նպատակ որ ունեք, սիրելիս, ձեր այդ երազանքը նպատակը կատարվում է։ Շնորհակալ եմ ձեր նվերների, լայքերի, սրտիկների համար։ Շնորհակալ եմ։ Արփինե 36 տարեկան ընտանեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արփինեի համար։ Սիրելի Արփինե, կա ֆինանսական խնդիրներ, կա անձնական խնդիրներ։ Սիրելի Արփինե, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր ընտանիքի վրա կա անեծք, որի պատճառով չկա ընտանեկան հաջողություն, չկա ֆինանսական հաջողություն, ընդհակառակը, քանիք նա այնքան վատ իրավիճակների առաջ կկանգնեք։ Սիրելի Արփինե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն և ձեր անձնական կյանքի մեջ կլինի հաջողություն և ձեր ընտանեկան կյանքի մեջ կմտնի հաջողություն։ Լարետ 40 տարեկան առողջական։ Լարետ 40 տարեկան առողջական։ Սիրելի Լարետ, կա առողջական խնդիր, բայց այդ առողջական խնդիրը նաև ցույց է տալիս, որ կա լավացում, կա առողջացում, դուք կկարողանաք այդ առողջական խնդիրը հաղթահարել, դուրս գալ։ Այդ առողջական խնդիրը կապ չունի նեգատիվից, կապ չունի թուղթուկրից և անեծքից, ցույց է տալիս առողջացում։ Էդգար 31 տարեկան, կամուսնանա թե ոչ։
տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Էդգարի համար։ Էդգար 31 տարեկան, կամուսնանա թե ոչ։ Կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում, գործնական ոլորտում, սիրելի Էդգար, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, որի պատճառով չի լինի ամուսնություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի ամուսնություն, ձեր վրա կա թուղթուգիր, սիրելի Էդգար։ Հերմինե 42 տարեկան, անձնական, Հերմինե 42 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Կա անձնական խնդիրներ, սիրելի Հերմինե, կա անձնական խնդիրներ, կա անձնական դժվարություններ, սիրելի Հերմինե, ձեր անձնականի վրա կա կախարդանք, ձեր անձնականի վրա կա մագիա, որի պատճառով մեր պրոբլեմը դեռ չլուծված, դուք գտնում եք հաջորդ պրոբլեմի մեջ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան, այս կախարդանքը ձեր անձնականի վրայից մաքրեք, նոր կլինի անձնական։ Ես է ձեզանից եմ շնորհակալ, սիրելիներս, ես է ձեզանից եմ շնորհակալ, ձեր նվերների, ձեր լայքերի, ձեր լավ խոսքերի համար։ Զինա 32 տարեկան, երեխա կունենա թե ոչ։ Զինա 32 տարեկան, երեխա կունենա թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Զինայի համար։ Այո, կունենա, Զինան կունենա, երեխա կունենա։ Գրիգոր 26 տարեկան, անձնական, Գրիգոր 26 տարեկան, անձնական, սիրելի Գրիգոր, ձեր անձնականը ամբողջովին փակված է, ձեր և հայրական և մայրական ազգը անեծքի տակ է, եթե դուք ուշադրություն դարձնեք հոր եղբայրներ, հորկուրներ, մոր եղբայրներ, մոշկուրներ, մորաքուրներ, կան խնդիրներ, վաղաժամ մահեր, անձնական դժբախտություն, գիտեք ինչ սիրելի Գրիգոր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը, այս անեծքը ձեր վրայից մաքրեք և այն ինչ որ ձեզ տիեզերքով տված է, դա ձեզ կհասնի։ Եթե այս նեգատիվը մնա, չի լինի ոչ անձնական, ոչ էլ գործնական։ Անդրանիկ 35 տարեկան, աշխատանք, Անդրանիկ 35 տարեկան, աշխատանք, մեր սիրելի Անդրանիկի վրա կա թուղթուգիր, որի պատճառով ոչ աշխատանք կա, ոչ անձնական կա, ինչ ձեր է տալիս, դա քանդվում է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը, այս մագիան Անդրանիկի վրայից մաքրեք, նոր կլինի հաջողություն և անձնական կյանքի մեջ և գործնական ոլորտում։ Վանուի Գառնիկ, անձնական, Վանուի Գառնիկ, անձնական,
կա խնդիրներ ձեր կյանքի մեջ, սիրելի Վանոյի Կարնիկ, եւ ֆինանսական դժվարություններ, եւ անձնական խնդիրներ, ոնց որ ձեր երազանքը նպատակները չի կատարվում, դուք ոնց որ արդեն սովորել եք քչով բավարարվել։ Գիտեք ինչ, սիրելի Վանոյի, սիրելի Կարնիկ, կա խնդիրներ ձեր վրա, փակված է։ Հնարավոր է հատուկ ինչ-որ կախարդանք լինի, հնարավոր է նաև աշկ լինի, նավս լինի, փակված է ձեր հաջողության, ոնց որ անընդհատ նույն տեղը դոփում եք, վազք կա, արդյունք չկա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, որպեսզի լինի եւ անձնական հաջողություն, որպեսզի լինի նաեւ ֆինանսական հաջողություն, չկա, սա ձեր ձեռքերից փախնում է։ Արմեն Միլենա, միասին կլինեք թե ոչ։ Արմեն Միլենա, միասին կլինեք թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմենի եւ Միլենայի համար։ Միասին կլինեք թե ոչ։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ կա ֆինանսական դժվարություններ։ Ոչ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, հնարավոր է եւ Արմենի, հնարավոր է եւ Միլենայի, հնարավոր է նաեւ ձեր վրա կատարված գործողություն կա, որի պատճառով ձեր միությունը չի լինի։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր հնարավոր է լինի միություն, քանի այս նեգատիվը կա, չի լինի միություն։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների, ձեր մեկնաբանությունների համար։ Լիլիթ 21 տարեկան, երբ կհեռանա։ Լիլիթ 21 տարեկան, երբ կհեռանա։ Ընդհանրապես ցույց է տալիս հղիություն, ցույց է տալիս բալիկ ունենալ եւ շատ շուտ հղիություն կա, սիրելի Լիլիթ, շատ շուտ ժամանակահատվածում ձեզանից էլ աշխարհ հուսանք եմ սպասում։ Պալաստան Արմեն, կմիանաք թե ոչ։ Պալաստան Արմեն, կմիանաք թե ոչ։ Սիրելի Պալասան, սիրելի Արմեն, ձեր բաժանությունը թուղթուգրի եւ անեծքի պատճառով է, քանի կա այս թուղթուգիրը, քանի կա այս անեծքը, դուք չեք միանա, եթե դուք այս թուղթուգրից եւ անեծքից ձերբազատվեք, նոր դրանից հետո կարող է եւ դուք միանաք։ Ձեր բաժանության պատճառը թուղթուգիրը եւ անեծքն է։ Ռոբերտ, Դիանա, կամուստանաք թե ոչ այս տարի։ Ռոբերտ, Դիանա։ Դժվարություններ է ցույց տալիս ձեր կյանքի մեջ, սիրելի
Ռոբերտ, սիրելի Դիանա, այդ դժվարությունները տարօրինակ ձևով ձեր ոնց որ հարաբերությունները փակում են։ Սիրելի Ռոբերտ, սիրելի Դիանա, դա պես ցույց է տալիս, որ տղամարդու վրա կա թուղթուգիր, որի պատճառով տղամարդը չի կարողանում որոշում կայացնել, Ռոբերտի վրա կա թուղթուգիր, դրա պատճառով ինքը չի կարողանում այս իրավիճակից դուրս գալ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, Ռոբերտի վրայի թուղթուգիրը մաքրեք, նոր դրանից հետո հնարավոր է լինի ամուսնություն, Ռոբերտի վրայի եղած թուղթուգիրը չի թողնում, որ Ռոբերտը քայլ անի։ Էմա Էրիկ, Ասնագան, Էմա Էրիկ, Ասնագան, սիրելի Էմա, սիրելի Էրիկ, ձեր ասնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, եթե նույնիսկ պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրները, պրոբլեմները հաղթանակով դուրս եք գալիս, սկսվում է հաջողության հաղթանակների ժամանակահատվածը։ Եթե նույնիսկ պետական դռների հետ կապված խնդիրներ կա, այդ խնդիրները ամբողջովին լուծվում են եւ օգուտ ձեզ։ Այս կանը սիրելիներս, այսօր ավարտում եմ իմ ուղիղ եթերը, շատ ծանր ուղիղ եթեր էր, որովհետև մեծամասնությունը խնդիրներ ունեցող մարդիկ են նստած։ Տեխնստինկյան էքստրասենսին, պայծառատեսին, ով է դիմում այն մարդը, ով որ խնդիր եւ պրոբլեմ ունի։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով դուք ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Գրանցվեք իմ TikTok-յան ալիքներին, Facebook-յան ալիքներին, Adnaclassnik-ին, YouTube-յան ալիքներին։ Այժմ ավարտում եմ իմ այս 2 ժամյա ուղիղ եթերը, վաղը նորից մտնելու եմ ուղիղ եթեր, ում չկարողացա պատասխանել, թող վաղը միանա ուղիղ եթերին, կփորձեմ վաղը արդեն ձեր հարցին նորից պատասխանել։ Ես մենակ եմ, դուք արդեն 2000-ից ավել մարդիկ եք նստած։ Ես մի հատ եմ, հնարավոր է, որ շատերին էլ չկարողանամ